Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ խոսքը, ինչպես նշեցի, վերաբերում է եկամուտների հայտարարագրման համակարգին և մենք, ինչպես և խոստացել էինք, փորձում ենք պարզեցնել այս համակարգը, հաշվի առնելով արդեն փաստացի ուժի մեջ մտած ժամանակահատվածը և այդ ժամանակահատվածում ի հայտ եկած խնդիրներն ու վիճակագրությունը, չնայած այս մասին շատ անգամներ խոսել ենք և շատ տարբեր առիթներով բոլոր հարցերին գրեթե պատասխանել ենք, ամեն դեպքում համառոտ ներկայացնեմ ինչի մասին է խոսքը։ 2023 թվականին ընդունված օրենսդրության համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է լրացնեն ֆիզիկական անձինք, պետք է լրացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր։ Դա ներդրվել է փուլային եղանակով, 2024 թվականին լրացնում էին շատ քիչ թվով մարդիկ, շրջանակը մոտավորապես 20,000 հոգի էր, այս տարի նախորդ տարվա համար հայտարարագիր լրացնում են արդեն մոտավորապես 1 միլիոն անձինք, հիմնականում բարձր աշխատողները և հաջորդ տարի արդեն նախատեսվում է, որ պետք է հայտարարագիր լրացնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող բոլոր ֆիզիկական անձինք։ Ինչպես գիտեք, այս ընթացքում այս համակարգի հետ կապված մի քանի փոփոխություններ արել ենք և մասնավորապես վերջին փոփոխությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայտարարագիրը լրացնելու համար պետք էր ունենալ էլեկտրոնային ստորագրություն, այսինքն կամ ID քարտ կամ eSIM և մեր հայրենակիցներից շատերը միանգամից այդ մեծ հոսքի պատճառով հնարավորություն չեն ունեցել ստանան այդ քարտերը և մենք այն ժամանակ հայտարարագրերի վերջնաժամկետը երկարաձգեցինք մինչև նոյեմբերի 1-ը, որը նաև հաջորդ տարվա համար է պահպանվելու։ Այս պահի դրությամբ ունենք մի իրավիճակ, երբ վիճակագրությունը ցույց է տալիս, որ շուրջ 140,000 քաղաքացիները, որոնք կարելի ասել օրերի ճշգրտությամբ եմ ասում տվյալները հայտարարագիր են լրացրել, մեծ մասը հայտարարագրերը լրացրել է առանց որևէ բան փոփոխելու, այսինքն պետական եկամուտների կոմիտեն, երբ քաղաքացիների հայտարարագրերը ինքնաշխատ տարբերակով լրացնում է, քաղաքացիների մեծ մասը այդտեղ որևէ փոփոխություն չեն կատարել և հաստատել են ուղղակի այն տարբերակով, ինչ տարբերակով, որ նախալրացված է եղել։ Եվ մի ստվար խումբ էլ մեր քաղաքացիների, մոտավորապես 20%-ը, այդտեղ ավելացրել է ընդամենը մեկ կոմպոնենտ, մեկ-երկու կոմպոնենտ, որոնք վերաբերել են հիմնականում ստացված վարկերին և փոխհարուցումներին և ավանդներից ստացած եկամուտներին։ Հաշվի առնելով այս հանգամանքը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեր համաքաղաքացիների համար կարելի է ավելի հեշտ ու սահուն կազմակերպել այս process-ը և պատասխանատվության ու իմպերատիվ մեթոդների փոխարեն ավելի շատ մոտիվացիոն տարբերակներով արմատավորել այս կարևոր փոփոխությունը, մենք ուզում ենք կատարել հետևյալ փոփոխությունները։ Առաջին, Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որոնք որ հայտարարատու են ըստ օրենքի, կարող են մինչև վերջնաժամկետը չմտնել և չլրացնել իրենց հայտարարագրերը և իրենց հայտարարագրերը կհամարվեն լրացված և հանձնված այն ինֆորմացիայի հիման վրա, որը որ պետական եկամուտների կոմիտեին տեսանելի է։ Այսինքն, եթե քաղաքացին վստահ է, որ իր ստացած եկամուտները հենց այնքան են, ինչքանը որ պետական եկամուտների կոմիտեն լրացրել է, ենթադրենք աշխատավարձը, ինքը կարող է ոչինչ չանել և ըստ այդմ պետական եկամուտների կոմիտեի տվյալների հիման վրա լրացված հայտարարագիրը կհամարվի լրացված և հանձնված։ Ստացվում է, որ այլևս Հայաստանի Հանրապետությունում չեն լինի քաղաքացիներ, որոնք եկամուտների հայտարարագիր լրացրած և հանձնած չեն լինի, ըստ այդմ նաև վերացնում ենք պատասխանատվությունը հայտարարագիր չլրացնելու համար։ Եվ երկրորդ կարևոր փոփոխությունը, որը անում ենք,
սոցիալական կրեդիտների համակարգը, այսինքն այն հնարավորությունը, որ մարդիկ կարող էին իրենց վճարած եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ կրթության եւ առողջապահության գծով կատարած ծախսերի ուղղությամբ, այդ հնարավորությունը կտրվի ամեն դեպքում այն մարդկանց, ովքեր գոնե մուտք կգործեն եւ թեկուզ առանց որևէ փոփոխության հայտարարագիրը կհանձնեն կամ կհաստատեն։ Այսինքն իմաստը հետեւյալն է, որ եթե քաղաքացին որևէ բան է ուզում ստանալ պետությունից, ապա ինքը իր հերթին պետք է կատարի որոշակի գործողություններ։ Երրորդ փոփոխությունը, որ անում ենք, քանի որ հիմնական շեշտը դրվելու է նրա վրա, որ ինքնաշխատ տարբերակով պետական եկամուտների կոմիտեն ավելի լայն հասանելիություն ունենա ինֆորմացիան եւ ավելի ամբողջական լրացնի հայտարարագրերը, մենք պետական եկամուտների կոմիտեին որոշակի հասանելիություն ենք տալիս տարբեր տվյալների, բացառությամբ բանկային գաղտնիքի, բայց փոխարենը սահմանում ենք մեկ դրույթ։ Օրինակ, եթե քաղաքացին մուտք է գործում եկամուտների հայտարարման համակարգի համապատասխան հարթակ, որպեսզի ինքը ձեռքով չլրացնի, օրինակ, ավանդից ինչքան տոկոս է ստացել, կլինի համապատասխան դաշտ, որով մարդը իր համաձայնությունը կտա պետական եկամուտների կոմիտեին, եւ պետական եկամուտների կոմիտեն քաղաքացու փոխարեն բանկից կստանա ավանդներից ստացած եկամուտների վերաբերյալ տվյալները եւ ավտոմատ կլրացվի։ Եվս մեկ փոփոխություն կարևոր, որը որ այս պահին նախնական նախագծում չկա, բայց պայմանավորվել ենք առաջինից երկրորդ ընթերցում, այսինքն հանձնաժողովի նիստի ընթացքում կատարել, այն է, որ ֆիքսելու ենք, որ ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն։ Այս հարցը շատ էր մեր համաքաղաքացիներին մտահոգում ու հարցերը բավականին շատ էին այս առումով, չնայած եթե այս փոփոխությունը չանենք այնպես էր, որ ընտանիքի անդամների միջև փոխանցումները հիմնականում դրանք նվազեցվող եկամուտներ են, այսինքն հարկման ենթակա չէին, մենք այս դրույթով ուզում ենք ֆիքսել, որ ավելի հստակ լինի, որ ծնողի եւ երեխայի քույրերի, եղբայրների, ամուսինների միջև դրամական փոխանցումները հայտարարելու կարիք չի լինի։ Խոսքը վերաբերում է չհարկվող եկամուտներին։ Եվ նաև պայմանավորվածություն ունենք, որպեսզի հայտարարագրման առարկա չլինեն նաև ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերը եւ փոխհարուցումները, սակայն դա կանենք ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշմամբ, սրանք են հիմնական փոփոխությունները, հարգելի գործընկերներ, ելի ինչ որ փոփոխություններ նախատեսվում են, հիմնականում արդեն իրավական ու տեխնիկական բնույթի, եթե հարցեր լինեն կպատասխանենք, եթե ավելի շատ հարցեր լինեն, դրանց էլ հանձնաժողովի նիստին կպատասխանենք։ Շնորհակալություն։ Մի վերջին բան էլ ավելացնեմ, քանի որ շատ էին այս ընթացքում խոսակցությունները, որ այս փոփոխությունը արվում է այն պատճառով, որ առջևում նախընտրական տարի է, կամ շատ էին այն խոսակցությունները, որ տեսեք հարգելի քաղաքացիներ, սա մեր պայքարի արդյունքն է, կային որոշ մարդիկ, որոնք այդպես ներկայացնում են, ուզում եմ նշել, որ մենք այս մասին խոսում ենք բավական վաղուց եւ դեռևս այս տարվա սկզբին հայտարարել ենք, որ եկամուտների հայտարարման համակարգը կպարզեցվի եւ մենք համապատասխան փոփոխություններով հանդես կգանք աշնանը, այսինքն մենք կատարում ենք մեր խոստումը եւ նախագիծը թեպետ ներկայացվել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից, բայց դա կառավարության մեր գործընկերների հետ համատեղ նախաձեռնություն է եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆինանսների նախարարության եւ պետական եկամուտների կոմիտեի մեր գործընկերներին այս նախագիծը մշակելու եւ այստեղ հասցնելու համար։ Հիմա շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերի համար հերթագրում։ Արթուր Խաչատրյան։ Պարոն Թունյան, հիշեցնեմ, որ երբ հարցը զեկուցվում էր, մենք ի թիվս այլ հարցերի, որոնց պատճառով դեմ ենք քվեարկել, նշվել էր նաև, որ այն տվյալները, որը դուք ուզում եք,
հարկայինը կարող է ստանալ։ Եվ ընդհանրապես պետք է մի հատ բծիչ կա, որ ես թույլ եմ տալիս հարկայինին դա ստուգել։ Այն ժամանակ դուք այդ փաստարկները չընդունեցիք։ Մյուսը մենք համարում ենք, որ դա զառանցանքի ժանրից է, որ եթե ես իմ կնոջը փող եմ տալիս, ենթադրենք, որովհետև իր քարտը, օրինակ, չի սպասարկվում, ասենք, Ամեքսը խանութում, դա չի կարելի դիտարկել որպես հայտագրման ենթակա եկամուտ։ Հիմա լավ է, որ ավելի լավ է ուշ քան երբեք եւ դա հիմա ընդունել եք։ Ես ուրիշ հարց եմ հիմա ուզում տամ։ Պարոն Թունյան, ենթադրենք ես չեմ մտնում կամ մտնում եմ եւ տեսնում եմ, որ կա թիվ։ Եվ այդ թիվը գրված է ինքնաշխատ։ Իմ մոտ ես մտել եմ Արջին բանկից 50,000 դրամի ավանդից տոկոս, որի 5,000 դրամը գանձվել է։ Եվ ես ենթադրենք համաձայնվել եմ դրա հետ, եւ հետո պարզվում է, որ դա սխալ է։ Ով է կրում դրա պատասխանատվությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, որովհետեւ նաեւ դուք ինձ հնարավորություն տվեցիք մի կարևոր դետալի անդրադառնալ, որի մասին մոռացա խոսքումս նշել։ Մենք քաղաքացիներին ըստ էության ազատում ենք պարտադիր կերպով եկամուտների հայտարարման համակարգը լրացնելու պարտականությունից, բայց քաղաքացիները չեն ազատվում եկամտային հաշվարկ ներկայացնելու պարտականությունից, եթե իրենք ունեն եկամուտներ, հեսա ձեր հարցին կանդրադառնամ, եթե իրենք ունեն եկամուտներ, որոնք հարկման ենթակա են եւ որոնք հարկային մարմնի համար այդպես ապրիորի տեսանելի չեն եղել։ Այսինքն նշանակում է, եթե որ քաղաքացին չի լրացնում հայտարարագիրը, բայց վերջում պարզվում է, որ ինքը ունեցել է որոշակի եկամուտներ, ասենք օրինակ վարձակալության տված գույք կամ մեկ այլ տեղից ստացված եկամուտ եւ չի լրացել, դրա համար համապատասխան պատասխանատվությունը շարունակում է մնալ։ Ինչպես նաեւ շարունակում է մնալ պատասխանատվությունը այն դեպքերի համար, երբ քաղաքացին եկամուտների հայտարարագրի համակարգի մեջ է հարկվող եկամուտներին վերաբերող սխալ տվյալներ լրացրել կամ ընդհանրապես բաց է թողել, այսինքն չի ներկայացել։ Ձեր ասած դեպքը, եթե վերաբերվում է օրինակ կոնկրետ բանկային ավանդից ստացված տոկոսային եկամուտներին, այդտեղ որևէ մոտիվացիա կամ հարկ թաքցնելու բան չկա։ Այսինքն, կներեք, պարոն Խաչատրյան, ավարտեմ միտքս, հետո արձագանքի ժամանակ կլսեմ։ Քաղաքացու ավանդներից ստացած եկամուտը արդեն եկամտահարկով գանձված եկամուտ է, այսինքն քաղաքացին այդտեղ հարկ թաքցնելու խնդիր չունի եւ եթե սխալ է լրացնել, չեմ կարծում, որ դա հստակ որևէ պատասխանատվություն կունենա, այսինքն մարդուն կծանուցեն եւ իր սխալը ինքը կուղի, բայց եթե այդ գումարը ել եմ կրկնում հարկերի վրա որևէ ազդեցություն չի ունեցել, դա որևէ պատասխանատվություն չի ունենա։ Արձագանք։ Պարոն Թունյան, վերադառնանք 6 ամիս առաջ, ես ասում եմ ինքնաշխատ իմ դեպոզիտը արտահայտված է, արտացոլված է արդեն, դուք ասում եք բանկերն ասում են չեն տալիս, իրանք ագրեգատացված թիվ են տալիս, այդ ոնց եղավ, որ ձեր դեպոզիտը կար, կոնկրետ բանկի անունը հիմա չեմ ուզում տալ, այդ բանկում գրած էր թիվ, դեպոզիտից տոկոս եւ դրանից գանձված 10%, թիվը ֆիքսված էր, ես գնացել եմ բանկ, վերցրել եմ տեղեկանք, սենց անեմ, որ լոգոն չերևա, ուրիշ թիվա ֆիքսված, այսքան եթե ես ունկնդրելով պան ներողություն Սուքիասյանի խորհրդին ասում է ավտոմատ կամեջը չգնայի բանկից չվերցնեի շտամպով տեղեկանք, էլի լոգոն պահեմ, ես պետքա կրեի պատասխանատվություն։ Մեկ այլ բանկում իրանց ուրեմն հավելվածի մեջ կարդում եմ Ֆիզիկական անձի կողմից եկամուտների հայտարարի ներկայացումը եւ դանում արտացոլվող տեղեկատվության իսկությունը հանդիսանում է միայն այդ անձի պատասխանատվությունը, որի համար բանկին որևէ բանջ չի կարող առաջադրվել։ Այսինքն նույնիսկ ներողություն եմ խնդրում, նույնիսկ եթե շտամպով ես այս թուղթը ստանում եմ եւ եթե նույնիսկ դա եմ գրում, ելի պատասխանատվությունը մնում այն վրա։ Այս հարցը ո՞նց եք լուծելու։ Պարոն Խաչատրյան, ձեր ասածը տեսականորեն տեղի չէր կարող ունենալ, որովհետև այս պահին, եթե մարդը մտնում է հայտարարագիր լրացնելու, ավանդներից ստացած եկամուտը ինքնաշխատ լրացված չի լինում։
Այդ հնարավորությունը մենք նոր ենք ուզում տանք, այսինքն չգիտեմ դուք ինչ տվյալ եք տեսել, եթե խոսքը վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարին, դա ուրիշ բան։ Եթե հիմա դուք, որ ելույթս ավարտեմ, դուք ինձ ցույց տաք, որ մտել եք ձեր եկամուտների հայտարարման համակարգ եւ ավանդներից ստացած եկամուտը ինքնաշխատ պետական եկամուտների կողմից լրացված եղել, ուրեմն նշանակում է ես ինչ որ բան, նա շատ մեծ կարևոր բան, մինչև ես սխալ եմ հասկացել, բայց այդպես չի։ Իսկ եթե մենք այդ հնարավորությունը կընձեռենք օրենքով, որ արդեն ինքնաշխատ քաղաքացու համաձայնության դեպքում, մենք դրա համար ենք օրենքի մեջ փոփոխություն անում, որ դա քաղաքացու համաձայնությամբ լինի։ Եթե քաղաքացու համաձայնությամբ ինքնաշխատ կլրացվի ու թեկուզ փաստացի չեղված կլինի, բնականաբար քաղաքացին դրա համար որևէ պատասխանատվություն չպիտի կրի եւ չի կրի։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, իրոք ես էլ մի քանի օր առաջ եմ լրացրել, ավանդը լրացրած չէր։ Հա, մի տակի է, որտեղ իմոտ լրացված չէ։ Խաչատուր Սարգսյան